Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-իր միկրոբլոգում շնորհավորական գրառում է արել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի լիբերալ կուսակցության հաղթանակի առթիվ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները հիմնված բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք հետագայում ամրապնդել եւ խորացնել մեր փոխշահավետ գործակցությունը, գրել է նա։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտիին։ Սրփուի Գալյանը ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումները սահմանադրական դատաիրավական կոռուպցիայի դեմ պայքարի, մարդիրավունքների պաշտպանության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է արդարադատության ոլորտի թվայնացումը, որը ներկայումս նախարարության առաջնահերթություններից մեկն է։ Կողմերը քննարկել են նաեւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ոլորտում գործակցության հնարավորությունը։ Կառավարության ապրիլի 30-ի նիստում հաստատվեց Հայաստանի կառավարության եւ Ղազախստանի կառավարության միջև միգրացիայի ոլորտում գործակցության մասին համաձայնագիրը։ Համաձայնագրով նախատեսվում է գործակցություն վիճակագրական, իրավական եւ գիտամեթոդական տեղեկատվության փոխանակում, միմյանց քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում եւ գործնական օգնություն ի հայտ եկող հարցերի կարգավորման նպատակով։ Միգրացիայի ենթարկված քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն, կացության իրավական կարգավիճակի հարցերի համատեղ քննարկում։ Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ քննարկմանը մարդու հարցերով փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին, դրանք որակելով էթնիկ զտում։ Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքերը եւ քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար։ Ջարեդ Գենսերը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։ Ադրբեջանում մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են եւ ընկած են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում, ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ ի պատասխան Եվրախորհրդարանի падգամավոր Էմանուել Ֆրագոսի հարցին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ։ Ֆրագոսը ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաեւ արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, ազատել պահվող հայերին եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի դարձի երաշխիքները։ Պակիստանցի զինվորականներն ապրիլի լույս 30-ի գիշերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին Ջամու եւ Քաշմիրի նահանգում գրեթե 7-ից 8 տարվա դադարից հետո բնակիչներն ականատես են եղել հրադադարի ռեժիմի խախտումների մի քանի շրջաններում։ Նշվում է, որ Հնդկաստանի բանակը պատասխանել է, մեկ այլ բնակիչ էլ նշել է, որ կրակոցներ լսելուց հետո իրենց հրահանգել են դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները եւ տուն վերադառնալ։ Հնդկաստանը մտադիր է ռազմական հարված հասցնել Պակիստանին առաջիկա 24-ից 36 ժամվա ընթացքում, հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթուլլա Տարարը, վկայակոչելով հավաստի հետախուզական տվյալները։ Տարարի խոսքով, որպես կեղծ պատրվակ հարձակման համար կօգտագործվի երկու կողմերի կողմից վիճարկվող Քաշմիրի շրջանի հնդկական մասում գտնվող Պահալգամ զբոսաշրջային քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը։ Իրանի Սպահան քաղաքում Ավանար Պարսյան ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է եւս երկուսը վիրավորվել։ Ըստ Iran International լրատվականի Ավանար Պարսյան ընկերությունը մասնագիտացված է այրվող նյութերի արտադրության մեջ։ Ընկերության կայքում նշվում է, որ այն արտադրում է հրավառության նյութեր եւ դինամիտ։